Ինչպես եք վերաբերվում իշխանությունների կարգալույց եղած հոգևորականի պատարագին Շատ վատ։ համառորեն մասնակցելը։ Ես շատ վատ եմ վերաբերվում, որտեվ ես անձամբ ես քրիստոնյա եմ, Արմեր առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես չեմ ընդունում այդ տարբերակը։ Երկու անգամ գնացին Հովանավանքի պատարագին, հիմա գնում են այլ եկեղեցի, բայց որտեղի հոգևոր հովիվը հաշտ է կարգալույց եղած հոգևորականի մատուցող պատարագի հետ։ Դե ես մեր եկեղեցուց դուրս ոչ մի բան չեմ ընդունում։ Շատ կներեք, չեմ կարող պատասխանել։ Իշխանությունը թող գնա, չգիտեմ ուր, մտնի գրետնի տակ։ Ընդհանրապես այն կարծիքը կա, արդեն ձևավորում է այդ կարծիքը, որ իշխանությունը փորձում է ամենայն հայոց կաթողիկոսի այլընտրանքային տարբերակ ստեղծել, կամ ինչպես ասենք հայ առաքելական եկեղեցու այլընտրանքային տարբերակ ստեղծել։ Հիմա ինչպես ժողովրդին են մասնատել սպիտակերի, սևերի, եսիմ տարբեր երանգներով գունավորել, այնպես էլ ուզում են եկեղեցու հետ վարվել։ Եկեղեցին կարելի ասել մեր ազգապահպանության վերջին հանգրվանն է, եւ նրանք արդեն հասել են այդ վերջին հանգրվանին։ Եկեղեցին մասնատելուց հետո այլևս կարելի ասել պետություն չի լինելու, որովհետեւ այսքան հայրամյակների ընթացքում պետականություն չունենալով ժողովրդին միասնական պահպանել է եկեղեցին։ Այդ տեսեք այս շաբաթ էլ կարծես գնում են այլ եկեղեցի, ոչ Հովանավանք, բայց գնում են այնպիսի եկեղեցի, որտեղի հոգևոր հովիվը հաշտ է կարգալույց եղած հոգևորականի գոյության մատուցած պատարագների հետ եւ կարծես այդ եկեղեցու հոգևոր հովիվն էլ դեմ է գնում մայրաթոռին։ Ինչ կարծիք ունեք այս մասով։ Դա գալիս է լրացնելու իմ ասածը, իրենք լայնացնում են իրենց տարածքը, այսպես ասած եկեղեցական տարածքը, լայնացնում են, ընդարձակում են եւ ուզում են ցույց տալ, որ տեսեք, մենք ոչ թե ասենք մի եկեղեցի ենք բռնազավթել, այլ կարող ենք բոլորը մեկ-մեկ այդպես միշտ ասում են, որ Հայաստանում, Երևանում կոնկրետ այնքան ոստիկան կա, ինչքան ժողովուրդ չկա։ Ոստիկանները արդեն շատացել են ժողովրդից։ Դրա համար ոչ մի խաղաղ ցույց կամ խաղաղ ընդդիմադրություն հաջողելու են ի վերջո պայքարում, ինչ եք կարծում։ Եկեղեցու դեմ պայքարում։ Եթե այսպես գնա, ես կարծում եմ այո հաջողելու են։ Նորմալ մարդիկ ոնց պետք է վերաբերվում։ Հիմա ես ձեզ եմ հարց տալիս։ Տենց էլ ես եմ վերաբերվում։ Շատ լավ։ Ինչրան գիտեն իրանց Վատ եմ զգում, բալես սիրտս լավ չի։ գիտեք, ես կողմ եմ մեր ազգի միասնությանը։ Թե իշխանություն, թե ընդդիմություն, թե հոգևոր դաս, կողմ եմ միայն միասնությանը, որտեղ երբ հայի ոգին միասնական է եղել, հայ անպարտելի էր, բայց երբ բաժանված է, բաժանիր եւ տիրիր քաղաքականությամբ, օժտված քաղաքական գործիչներով, հասարակության անդամներով, մենք դառնում ենք միշտ պարտվող։ Ամեն դեպքում կարծում եք իշխանությունները կարող էին այլ ճանապարհ ընտրել, քան ավելի պառակտում։ Ես դեմ եմ պառակտմանը, դեմ եմ արդարությանը, ազնվությանը, անաղարտությանը, կողմ եմ ներողություն, կողմ եմ անաղարտությանը, եկեղեցու, հոգևոր դասի, ինչու՞ չէ նաև մեր հասարակության, բայց եթե իշխանավորը եւ հոգևորականը անաղարտ են, մարդիկ ովքեր որ ավելի հասուն են, ավելի խելացի են, եկել են իշխանության հասարակությունը կառավարելու, ղեկավարելու, համակեցությունը ապահովելու եւ խախտում են այս ամեն մի գործողությունը, այնպես որ ինքս ասեմ, որ հիասթափված եմ, թե իշխանություններից եւ առհասարակ ամեն ինչից։ Չեմ հետաքրքրվում։ Չէ, չեմ կարող սանալ։ Ձեզ ոչ։
Ինչպես եք վերաբերում իշխանությունների այս հակաեկեղեցական արշավին, համառ ջանքերին։ Վայ, մենք ստեղից չենք, Պարզապես- Ռուսաստանից ենք, Բայց տուրիստ կարծիք ենք։ պատրաստների։ Я не слежу абсолютно. Պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ճիշտն ասած, ես մտածում եմ միայն մի բան եւ կուզենայի, որ իմ ձայնս հասներ։ Պետությունը ընտանիք է։ Ոնց որ մենք մեր ընտանիքում, երբ որ ընտանիքում երեխան մի բան այն չի լինում, մենք չենք ուզենա, որ հարևանը իմանա։ Հակաեկեղեցի։ Խնդրում եմ,